Պարոն Ասլանյան, ինչ ակնկալիքներ ունեք դատից Ալեքսանյանի դատական գործով, խափանման միջոցի հարցի քննարկման։ Անկեղծ ասած, մեր ակնկալիքները վերջին տարիների չունեն ոչ մի իրավական, օրենսդրական ու փաստական հիմք։ Հետևաբար ակնկալիքները կախված են դատավորի տրամադրությունից, դատարանի տրամադրությունից եւ դատարանի կաշկանդվածության աստիճանից։ Ուստի հուսանք, որ դրանք բոլորը վտանգները չեզոքացված են եւ դատարանը կարողանա որպես օրենքի կիրառող մարմին կատարել իր ճիշտ արդարացի որոշումը եւ Ալիկ Ալեքսանյանին թողնել տուն։ Որքանով է քաղաքական այս գործը, այլ ոչ թե իրավական։ Ես կարծում եմ, որ ոչ մի քանով իրավական չէ, ինչքանով այն քաղաքական է, որովհետև ել եմ ասում, ես մեղադրանքի կողմի տված բոլոր փաստարկներին ծանոթ չեմ, բայց իմանալով ձեռագիրը, կոնտեքստը եւ այն ժամանակաշրջանը, երբ Ալիկ Ալեքսանյանը մեկուսացվել է, ոչ միայն կարելի է ենթադրել, այլ հաստատապես կարելի է պնդել, որ այս գործը ունի զուտ քաղաքական ենթատեքստ։ Պարոն Ասլանյան, տեղյակ ենք, որ վեհապարին չեն հրավիրել ազգային ժողովի անդրանիկ նիստին, պատմության մեջ նման դեպքեր եղել են։ Մեր երկրի պատմությունը այնքան էլ երկար տարիների ժամանակ դեռևս չի անցել, կարծում եմ, որ շատ սխալ է, որովհետև կանոնակարգով նախատեսված է, որ վեհապար Հայրապետը պիտի օրհնի եւ կամենա իր հայրապետական խոսքը ասել նորընտիր ազգային ժողովի աշխատանքների վերաբերյալ, որ չեն կանչել, կարծում եմ իրենց դեպքում արդենից դա բնական է, գուցե նաեւ կանչեին եւ կաթողիկոսը չգար, ամեն դեպքում կաթողիկոսի ներկա չլինելը գնահատում եմ խիստ բացասական։ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ նման կաթողիկոսին թե չի ճանաչում եւ կարգալույց եղած եպիսկոպոսի ընթակ անցել է առաջին նիստի մասնակցությունը։ Կներեք, Փաշինյանը սովորական բոլորից նման մահկանացու է եւ կաթողիկոսի գոյությունը նրա օծված լինելը երբեք ու որևէ կերպ կախված չէ որևէ անհատի կողմից նրան ճանաչելուն կամ չճանաչելուն։ Հետեւաբար ես Փաշինյանի խոսքերը թողնում եմ արկախված, դա իր անձնական վերաբերմունքն ու արտահայտությունն է, ես դա չեմ մեկնաբանում, բայց գիտեմ նաեւ մի քիչ չգիտեմ, եկեղեցու պատմությունից, աստվածաբանությունից հասկանալով հասկանում եմ, որ կաթողիկոսին պետք չի որևէ մեկը ճանաչի, կաթողիկոսը ի վերուստ Աստծո դռան կողմից ընդունված եւ ձեռնադրված մարդ է, օծված ցմահ։ Հետեւաբար այդտեղ ճանաչելու խնդիր չկա։ Եթե վերադառնանք Ալեքսանյանի գործին, մեղադրանքի կողմը 2 ամիս կալանք է նորից պահանջել, երկարացնել, հա, ինչ կասեք։ Ես ամենից շատ զարմանում եմ դատախազության վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը, երբ կալանքը ուղղակի դարձել է, կներեք, պուտիովկա ընդամենը եւ շատ հեշտ ու հանգիստ է կալանքի մասին խոսում, կարծես այդ կալանքը վերաբերում է ոչ թե մարդկային ճակատագրերին, անչափահասների ծնողներին, ընտանիքի հայրերին, մայրերին եւ այլ ուղղակի վերաբերվում է ինչ որ վերացական հասկացություններին։ Ուստի շատ վատ են վերաբերվում, որ ցանկացած նմանատիպ դեպքում անկախ քրեական գործի խորությունից, փաստարկվածությունից ամեն դեպքում դատախազությունը տենչում է ամեն կերպ մարդկանց պահել կալանքի տակ, երբեք չեմ ցանկանա, որ իմ երկրի դատախազությունը առաջնորդվի նման վարվելակերպով, մանավանդ որ կալանքը շատ ամենածայրահեղ խափանման միջոցն է։